Ընկերության պատմության ամենամեծ տեսչված թերացում բնուջից առաջ մի միլիարդավոր սարքավորում կրկին անջատվում է։ Բայց մակրոցի աղջիկը տեսնում է մեկ մանրամաս, որը փրկում է ծրագիրը։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի մի մասն այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն անչափ օգնում է մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես պաշտում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Լաբորատորիայի ծանր լռությունը խախտում էր միայն վերջին սերնդի սարքավորումների անընդհատ բզզոցը։ Հղկված պողպատով կոփված ապակիով պատված պատերին տասնյակ մոնիտորներ ցուցադրում էին գրաֆիկներ, որոնք բարձրանում ու իջնում էին անկանոն սրտխփոցի պես։ Այդ ֆուտուրիստական միջավայրի կենտրոնում մի վիթխարի մեքենա էր վեր խոյանում, իբր մարդկային փառասիրության հուշարձան։ Նրա 3 մետր բարձրությունն ու 2 մետր լայնությունը պարունակում էին տեխնոլոգիա, որը խոստանում էր հեղափոխել աշխարհը, բայց այդ պահին ներկայացնում էր միայն հիասթափություն ձախողում։ Էդվարդ Մանուկյանը տեխնիկներին հետում էր իր գործադիր աշխատասենյակի ապակուց, որը գտնվում էր Երանի ամենաառաջադեմ տեխնոլոգիական համալիրի 15-րդ հարկում։ Նրա մատները նյարդային թմբկահարում էին ներկրված կարմրափայտի սեղանին, մինչդեռ նրա շագանակագույն աչքերը, որոնք սովորաբար սուր ու վստահ էին, այժմ մատնում էին իր կայսրության փլուզումը տեսնող մարդու անհանգստությունը։ 52 տարեկանում Էդվարդը նորաթեք կկառուցել էր զրոյից, փոքրիկ ստարտափը վերածելով Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներից մեկի։ Նրա հեղինակությունն անթերի էր, նրա անունը նորարարության հաջողության հոմանիշ։ Մինչ հիմա մեքենան, որը տանջում էր նրան, խլել էր 3 տարվա հետազոտություն, ներգրավել երկրի լավագույն ինժեներներին կլանել ավելի քան 200 միլիոն դրամի ներդրում։ Ծնունդը անունով այն պետք է կարողանար բավարար մաքուր էներգիա արտադրել կես միլիոն բնակիչ ունեցող քաղաքի համար։ Նախագիծը կառավարության հետ կնքված միլիարդանոց պայմանագրի մաս էր կազմում, մի գործընկերություն, որը Հայաստանին կդներ կայուն էներգետիկայի համաշխարհային առաջատարների շարքում։ Բայց ծնունդը հրաժարվում էր աշխատել անընդմեջ 90 վայրկյանից ավելի։ Դոկտոր Կարապետ Ստեփանյանը, թիմի գլխավոր ինժեները, 60-ամյա մի տղամարդ էր, որը 3 տասնամյակ առաջ ավարտել էր Պոլիտեխնիկական ինստիտուտը։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ նա մեկ անգամ կարգավորում էր համակարգի պարամետրերը։ Ալեխառն մազերն ու ոսկե շրջանակով ակնոցը եզրագծում էին հյուծվածությունից խրամատված դեմքը։ 6 շաբաթվա անընդմեջ աշխատանքն իր գինն էր պահանջել։ Նրա աչքերի տակի խորը ստվերները պատմում էին անքուն գիշերների, խափանված հույսերի օրեցօր աճող ճնշման մասին։ Նրա կողքին դոկտոր Անահիտ Սարգսյանը, որն ավարտել էր ԵՓՀ-ի էլեկտրոնային ինժեներիայի ֆակուլտետը, մասնագիտացել էներգահամակարգերում, հազարերորդ անգամ ստուգում էր տեխնիկական բնութագրերը։ 35 տարեկանում նա համարվում էր իր սերնդի ամենապայծառ մտքերից մեկը։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին անփույթ կոսի մեջ, արտացոլելով այն ժամերը, որոնք նա անցկացնում էր սխեմաների ալգորիթմների վրա կռացած։ Հիասթափությունը տեսանելի էր գործիքներով աշխատելիս նրա գնալով ավելի կտրուկ դարձող շարժումներում։ Լաբորատորիայում կային նա 15 այլ մասնագետներ, յուրաքանչյուրն իր ոլորտի փորձագետ։ Կային մեխանիկական ինժեներներ, պոլիտեխնիկի շրջանավարտներ, ֆիզիկոսներ, ԵՓՀ-ից հյութագիտության մասնագետներ, որոնք հատուկ այս նախագծի համար եկել էին արտերկրից։ Բոլորը կիսում էին պարտության նույն արտահայտությունը։ Նախկինում աշխույժ գաղափարներով լի խոսակցություններն այժմ վերածվել էին հուսահատ շշուկների հաշտվողական հառաչանքների։ Առօրյան դաժանորեն կրկնվում էր ամեն օր։ Առավոտյան ժամը 6-ին թիմը հավաքվում էր, վերանայելու նախորդ գիշերվա տվյալները։ Ժամը 7-ին սկսվում էին փորձարկումները։ Ծնունդը միացվում էր այն բոլոր հանդիսավորություններով, որոնց արժանի էր իր կարգի սարքավորումը։ Առաջին վայրկյանները միշտ հույս էին ներշնչում։ Մեքենան մեղմորեն խրխռում էր, նրա ցուցիչները փայլում էին կայուն կանաչով, էներգիան հոսում էր կատարյալ։ Մի քանի թանկարժեք ակնթարթ հնարավոր էր հավատալ, որ այս անգամ այլ կերպ կլինի։ Բայց հետո անխուսափելիորեն, ուղիղ 90 վայրկյան անց, սկսվում էր իրադարձությունների նույն հաջորդականությունը։ Նախ, էներգիայի գրաֆիկների թեթ տատանում։ Հետո, կառուցվածքի գրեթե աննկատելի դող։ Այնուհետ, կարմիր ազդանշանների կասկադը գրավում էր մոնիտորները, մեքենան ինքնաբե լաբար անջատվում էր, պաշտպանված իր իսկ անվտանգության համակարգերով։
Խափանումը միշտ դասակարգվում էր որպես կասկադային ռեզոնանս, բայց ոչ ոք չէր կարողանում պարզել դրա ծագումը։ Տեսությունները բազմանում էին անձրից հետո սնկերի պես։ Ոմանք կասկածում էին հովացման համակարգի խնդիրների վրա։ Մյուսները մատնանշում էին միկրոպրոցեսորների ծրագրավորման հնարավոր խափանումները։ Կային նրանք, ովքեր պնդում էին, որ հարցը կառուցման մեջ օգտագործված փորձարարական նյութերի մեջ է։ Յուրաքանչյուր վարկած առաջացնում էր օրերի հյուծիչ փորձարկումներ, միայն թե մերժվեր, երբ ծնունդը նորից խափանվեր ճիշտ նույն կերպ։ Դոկտոր Կարապետը խորհրդատուներ էր բերել Գերմանիայից, մասնագետներ, Հարավային Կորեայից, հանրահայտ ֆիզիկոսներ, Միացյալ Նահանգներից։ Լաբորատորիան դարձել էր տեխնոլոգիական Բաբելոնի աշտարակ, որտեղ մոլորակի ամենապայծառ մտքերը հավաքվում էին մի հանելուկի շուրջ, որն ավելի ու ավելի անլուծելի էր թվում։ 22 միլիոն դրամի արտաժամյա աշխատանք էր ծախսվել։ Նախագծի բյուջեն, որը նախկինում առատաձեռն էր համարվում, այժմ մշտական անգստության աղբյուր էր։ Էդվարդն իր ուսերին զգում էր սպասումների ծանրությունը, բետոնե լեռան պես։ Նորաթեք ի բաժնետերերը սկսում էին տհաճ հարցեր տալ։ Մամուլը, որը նախկինում ոգորված էր հեղափոխական նախագծով, այժմ շահարկում էր դրա հնարավոր ձախողման մասին։ Գիտության տեխնոլոգիաների նախարարը շաբաթը 2 անգամ զանգում էր, միշտ նույն հարցով. Երբ ծնունդը շահագործման կհանձնվի։ Ճնշումը միայն դրսից չէր գալիս։ Էդվարդն իր անձնական հեղինակությունը դրել էր նախագծի հաջողության վրա։ Հարցազրույցներում նա խոստացել էր, որ ծնունդը ընդմիշտ կփոխի Հայաստանը։ Նա խոսել էր էներգետիկ անկախության, համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդության, մի ապագայի մասին, որտեղ իր երկիրը օրինակ կլիներ մնացած աշխարհի համար։ Հրապարակավ ասված յուրաքանչյուր խոսք այժմ շրջվում էր նրա դեմ, որպես մեղադրանք։ Այդ հինգշաբթի առավոտ, հատկապես, լաբորատորիայում մթնոլորտն ավելի լարված էր, քան սովորաբար։ Դա վերջին օրն էր այն ժամկետի, որը Էդվարդը տվել էր թիմին խնդիրը լուծելու համար։ Եթե ծնունդը չաշխատեր մինչ երեկո, նա ստիպված կլիներ պաշտոնապես հայտնել կառավարությանը, որ նախագիծը ձախողվել է։ Հետանքները կործանարար կլինեին ոչ միայն Նորաթեքի, այլ ամբողջ հայկական տեխնոլոգիական արդյունաբերության համար։ Դոկտոր Կարապետը սկսեց փորձարկումներից մեկ շարք, այս անգամ կարգավորելով հիմնական գեներատորների աշխատանքի հաճախականությունը։ Նրա ձայնի մեջ հույսը ստիպողաբար էր հնչում, երբ նա գործընկերներին բացատրում էր գիշերվա ընթացքում կատարած փոփոխությունները։ Անահիտ Սարգսյանը թերահավատ արտահայտությամբ հետում էր մոնիտորներին։ Նա այլևս չէր հավատում, որ ժամանակին լուծում կգտնեն։ Ծնունդը նորից միացվեց։ Ինչպես միշտ, առաջին պահերը խոստումնալից էին։ Մեքենայի մեղմ խրխրոցը լաբորատորիայում արձագանքում էր երկնային երաժշտության պես։ Տեխնիկները շունչները պահած հետում էին յուրաքանչյուր թվին, յուրաքանչյուր գրաֆիկին, յուրաքանչյուր ցուցիչին։ 30 վայրկյան, 60 վայրկյան։ Հույսն աճում էր այն բույսի պես, որը երկար երաշտից հետո վերջապես ջուր է ստանում։ Բայց ուղիղ 90 վայրկյան անց սկսվեց խափանումների ծանոթ հաջորդականությունը։ Գրաֆիկների տատանումը, աննկատելի դողը, ազդանշանների կասկադը, ավտոմատ անջատումը։ Դոկտոր Կարապետը ճակատը ձեռքերով բռնեց, պարտված։ Անահիտ Սարգսյանը հարվածեց դատարկ աթոռին, արտահայտելով իր հիասթափությունը։ Թիմի մյուս անդամները պարզապես գլուխները կախեցին, պարտությունը ընդունող զինվորների պես։ Էդվարդն այլևս չկարողացավ զսպել իր զայրույթը։ Նա իր աշխատասենյակից իջավ փոթորկի պես, նրա քայլերն արձագանքում էին միջանցքներում, մինչ հասավ լաբորատորիա։ Նրա տպավորիչ ներկայությունն անմիջապես լռեցրեց բոլոր խոսակցությունները։ Հագին անթերի իտալական կոստյում մետաքսե փողկապ, որն ավելի թանկ արժեր, քան աշխատակիցների մեծամասնության ամսական աշխատավարձը, նա հեղինակություն էր ճառագում, այդ պահին հազիվ զսպվող զայրույթ։ Նա շուրջը նայեց լաբորատորիայում, դիտելով իր թիմի պարտված դեմքերը։ Նրանք տղամարդիկ ու կանայք էին, որոնց նա ինքն էր ընտրել, գրավել առատաձեռն աշխատավարձերով պատմական մի բանի մասնակցելու խոստումով։ Այժմ բոլորը վախեցած երեխաների տեսք ունեին նրա զայրույթի առաջ։ Էդվարդի ձայնը, երբ վերջապես հնչեց, ցածր էր, բայց լի հիասթափությամբ զայրույթով։ Նրա խոսքերը միջավայրում արձագանքեցին մետաղին հարվածող մուրճի ուժգնությամբ։ Փոթորիկը սկսվել էր, լաբորատորիայում ոչ ոք պատրաստ չէր դրա ուժգնությանը։
Էդվարդի խոսքերը սկսվեցին թունավոր շշուկի պես, բայց արագ վերածվեցին մռնչյունի, որը ստիպեց լաբորատորիայում բոլորին բնազդաբար հետ քաշվել։ Նրա ձայնը ողբատե ապակե պատերից արձագանքում էր փոթորկի որոտի պես, որը վերջապես թափում էր իր ողջ կուտակված զայրույթը։ Դուք ուղղակի ծաղր եք, սկսեց նա, իր աչքերով սահելով սենյակում յուրաքանչյուր դեմքի վրայով։ 3 տարվա աշխատանք։ 200 միլիոն դրամի ներդրում։ Աշխարհի լավագույն համալսարանները ներկայացված են այստեղ, դուք չեք կարողանում մի մեքենայի ստիպել աշխատել խղճուկ 90 վայրկյանից ավելի։ Դոկտոր Կարապետը փորձեց ընդհատել, բարձրացնելով դողացող ձեռքը։ Պարոն Մանուկյան, եթե թույլ տաք բացատրել։ Ինչ բացատրել։ Էդվարդը կոպտորեն կտրեց նրա խոսքը։ Որ դուք անպիտան եք։ Որ ձեր շքեղ դիպլոմները չարժեն այն թուղթը, որի վրա տպված են։ Որ ես իմ ապագան, այս ընկերության ապագան վստահել եմ շարլատանների մի խմբի։ Հաջորդած լռությունն այնքան ծանր էր, որ կարծես ներծծում էր միջավայրի թթվածինը։ Անահիտը զգում էր, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը, բայց հրաժարվում էր թույլ տալ, որ դրանք թափվեն այդ դաժան մարդու առաջ։ Մյուս ինժեներները գետնին էին նայում, նվաստացած, ինչպես սադիստ ուսուցչի կողմից նախատվող աշակերտներ։ Էդվարդը քայլում էր այս ու այն կողմ, ձեռքերով կատաղի շարժումներ անելով, մինչ շարունակում էր իր բանավոր հարձակումը։ Գիտեք, թե որն է իրական խնդիրն այստեղ։ Մեքենան չէ։ Դուք եք։ Սովորել եք հարմարավետությանը, աշխատավարձերին, որոնց արժանի չեք, մի հեղինակության, որը կառուցել եք քամու վրա։ Նա արհամարանքով մատնացույց արեց դոկտոր Կարապետին։ Դուք, ձեր պոլիտեխնիկի դիպլոմով։ Ո՞ր է ձեր հանճարն այժմ։ Իսկ դուք, նա շրջվեց դեպի Անահիտը, ձեր ԵՓՀ-ի ուսումով։ Ինչին են պետք ձեր գիտելիք։ Ները, եթե չեք կարողանում լուծել ռեզոնանսի մի պարզ խնդիր։ Յուրաքանչյուր խոսքի հետ Էդվարդը կարծես հասակ էր առնում, սնվելով իր իսկ զայրույթով։ Լաբորատորիան, որը նախկինում գիտության նորարարության տաճար էր, այժմ վերածվել էր հանրային նվաստացման ասպարեզի։ Վերջին սերնդի սարքավորումները լուր հետում էին մարդկային արժանապատվության ոչնչացմանը, նրանց լույսերը թարթում էին, որպես ժամանակակից ողբերգության համր վկաներ։ Գուցե պետք է բոլորիդ հենց հիմա աշխատանքից ազատեմ, շարունակեց Էդվարդը, նրա ձայնը ձեռք բերելով էլ ավելի դաժան երանգ։ Մաքրության ընկերություն վարձեմ, որ այս լաբորատորիայի մասին հոգ տանի։ Գոնե նրանք գիտեն իրենց գործը ճիշտ անել։ Հենց այդ պահին Մարինե Գալստյանը զգուշորեն մտավ լաբորատորիա։ 43 տարեկանում նա աշխատում էր նորաթեք, ում ավելի քան 1 տասնամյակ, միշտ անտեսանելի, միշտ լուռ։ Նրա շագանակագույն մազերը հավաքված էին պարզ պոչիկով, նրա կոշտացած ձեռքերը բռնել էին մաքրման սայլակը, որը մեղմորեն ճռճռում էր էպոքսիդային հատակին։ Նա կրում էր մուգ կապույտ համազգեստ, ընկերուտ։ Յան լոգոտիպով ասեղնագործված գրպանին մի խորհրդանիշ, որը նրա համար ներկայացնում էր կայունություն աշխատանքի արժանապատվություն։ Մարինեն ծնվել էր Աբովյանում, Երանին կից քաղաքում, Հովհաննես Գալստյանի դուստրն էր, մի մեխանիկի, որը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել էր Կարմիր բանակի կազմում։ Նա մեծացել էր, լսելով հոր պատմությունները շարժիչների մասին, որոնք նա վերանորոգում էր ձեռքերով սրտով, մեքենաների մասին, որոնք կարծես հոգի ունեին։ Երիտասարդ տարիքում ամուսնացել էր Անտոնի հետ, շինարարության բանվորի, միասին 3 երեխա էին մեծացրել։ Անտոնը մահացել էր աշխատանքային դժբախտ պատահարի հետանքով 5 տարի առաջ, թողնելով Մարինեին միայնակ պահել ընտանիքը։ Այդ առավոտ, ինչպես շատ այլ առավոտներ, նա իր կրտսեր դստերը բերել էր աշխատանքի։ Իզաբելլան ընդամենը 9 տարեկան էր, բայց ուներ մի հասունություն, որը տպավորում էր նրան ճանաչողներին։ Աղջիկը ժառանգել էր ոչ միայն պապի, Հովհաննեսի սուր կանաչ աչքերը, այլ մեքենաները հասկանալու նրա գրեթե գերբնական ունակությունը։ Նա կեսօրներն անցկացնում էր ավտո տնակում, որը Մարինեն պահում էր տան հետնամասում, որտեղ դեռ պահպանվում էին հոր հին գործիքները։ Մարինեի ներկայությունը լաբորատորիայում անսովոր չէր։ Նա միշտ մաքրում էր տեխնիկական տարածքները ցերեկը, երբ ինժեներներն աշխատում էին։ Նա հստակ գիտեր, թե երբ հայտնվել, երբ անտեսանելի մնալ։ Տարիների ընթացքում նա հատուկ հմտություն էր ձեռք բերել, մաքրել մարդկանց շուրջը, առանց նրանց անհանգստացնելու, ինչպես բարի ստվեր, որը միշտ անթերի էր պահում միջավայրը։ Բայց այդ օրը լաբորատորիան այլ էր։ Օդում լարվածությունը շոշափելի էր, Էդվարդի բղավոցները միջանցքներում արձագանքում էին դեռ նրա հարկ հասնելուց ի վեր։
Մարինեն փորձել էր սպասել, որ փոթորիկն անցնի, բայց նրա վերահսկիչը պնդել էր, որ նա հետի իր ժամանակացույցին։ Լաբորատորիան պետք է մաքուր լիներ ավելի ուշ տեղի ունենալիք ստուգման համար։ Երբ Էդվարդը նշեց մաքրության ընկերության մասին, Մարինեն զգաց, թե ինչպես են իր այտերն այրվում ամոթից։ Ոչ թե իր աշխատանքի բնույթի համար, որով միշտ հպարտացել էր, այլ այն դաժանձի համար, որով նա օգտագործել էր իր մասնագիտությունը։ Որպես ձախողման օրինակ, նա շարունակեց լուռ մաքրել, հուսալով, որ իր ներկայությունն աննկատ կմնա։ Իզաբելլան, որը հանգիստ նստած էր մուտքի մոտ գտնվող աթոռին, իր ուշադիր կանաչ աչքերով հետում էր ամեն ինչին։ Աղջիկը մարդկանց զգացմունքները կարդալու տպավորիչ ունակություն ուներ, ժառանգություն մի մանկությունից, որը նրան սովորեցրել էր զգայուն լինել մեծահասակների տրամադրությունների նկատմամբ։ Նա զգում էր իր մոր ցավը, ինժեներների նվաստացումը Էդվարդի զայրույթի մեջ ինչ-որ ավելի խորը բան, մի բան, որն ավելի շատ հուսահատություն էր թվում, քան իսկական դաժանություն։ Էդվարդը շարունակում էր իր մեղադրական ճառը, այժմ քայլելով ուղիղ դեպի ծնունդը։ «Նայեք այս մեքենային», ասաց նա, ձեռքով հարվածելով մետաղական կառուցվածքին։ 200 միլիոն դրամի անպետք ջարդոն։ 5 տարեկան երեխան ավելի լավ գործ կաներ, քան դուք։ Հենց այդ ժամանակ նրա աչքերը հանդիպեցին Մարինեին, որը զգուշորեն մաքրում էր մոտակա սեղանը։ Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց, ձեռք բերելով թատերական դաժանություն, որը սառեցրեց լաբորատորիայում Լորի արյունը։ Սադիստական ժպիտ հայտնվեց նրա շուրթերին, երբ մի չար գաղափար ձավորվեց նրա մտքում։ Ի դեպ, ասաց նա, նրա ձայնը ձեռք բերելով ծաղրական երանգ, որը ստիպեց Մարինեին դադարեցնել մաքրելը, գիտեք, թե որն է իսկապես նվաստացուցիչ։ Ես այս տիկնոջն այստեղ մի առաջարկ կանեմ։ Բոլորի հայացքներն ուղղվեցին դեպի Մարինեն, որը զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում իր ոտքերի տակ։ Էդվարդը չափված քայլերով մոտենում էր նրան, գիշատչի պես, որը մոտենում է իր զոհին։ Տիկին, ինչպե՞ս է ձեր անունը։ Մարինե Գալստյան, պարոն, պատասխանեց նա դողացող ձայնով, բայց պահպանելով արժանապատվությունն իր ուղիղ կեցվածքում։ Մարինե Գալստյան, կրկնեց Էդվարդը, համտեսելով յուրաքանչյուր վանկը, կարծես դառը նրբախորտիկ լիներ։ Տիկին, դուք որքան ժամանակ եք այստեղ աշխատում։ 12 տարի, պարոն։ 12 տարի մաքրելով այս լաբորատորիան։ 12 տարի հետելով այս հանճարների աշխատանքին։ Գրազ կգամ, որ դուք ինչ-որ բաներ սովորել եք, այնպես չէ։ Էդվարդը ծիծաղեց, ձայնը լաբորատորիայում արձագանքեց կոտրվող ապակու պես։ Մարինեն չպատասխանեց, բայց նրա աչքերն արտացոլում էին մի խորը տխրություն, որը հուզեց նույնիսկ ամենակոպված ինժեներներից մի քանիսին։ Դոկտոր Կարապետը մի քայլ առաջ արեց, փորձելով միջամտել։ Պարոն Մանուկյան, սա անհրաժեշտ չէ։ Լռեք, մռնչաց Էդվարդը։ Ես տիկին Մարինեին լուրջ հարց եմ տալիս։ Կարծում եք, կկարողանայիք անել այն, ինչ դուք չկարողացաք։ Լուծել մեր ծնունդի խնդիրը։ Սենյակում անհարմարությունը շոշափելի էր։ Մարինեն զգում էր, թե ինչպես են արցունքները գոյանում իր աչքերում, բայց հրաժարվում էր լաց լինել այդ մարդու առաջ։ Գիտեր, որ ցանկացած պատասխան կօգտագործվեր նրան էլ ավելի նվաստացնելու համար։ Ես գրազ կգամ, շարունակեց Էդվարդը, նրա ձայնն այժմ լի էր հաշվարկված դաժանությամբ։ Եթե տիկին Մարինեն կարողանա այս մեքենան աշխատեցնել, ես նրան 100 միլիոն դրամ կվճարեմ։ 100 միլիոն։ Պատկերացրեք, միլիոնատեր հավաքարար։ Հաջորդած լռությունը խախտվեց մի փոքրիկ, բայց զարմանալիորեն հաստատուն ձայնով։ Ես կարող եմ լուծել։ Բոլորը շրջվեցին դեպի ձայնի ուղղությունը։ Իզաբելլան վեր էր կացել իր աթոռից քայլում էր դեպի լաբորատորիայի կենտրոն։ Նրա քայլերը վստահ էին, նրա կանաչ աչքերը փայլում էին մի վճռականությամբ, որը կտրուկ հակադրվում էր նրա տարիքին։ Մարինեի սիրտը սկսեց արագ բաբախել։ Իզաբելլա, չի կարելի, շշնջ։ Ացնա, բայց նրա ձայնը կորավ միջավայրը պատած ապշահար լռության մեջ։ Էդվարդը հետում էր աղջկա մոտենալուն, նրա արտահայտությունը տատանվում էր անհավատության սադիստական զվարճանքի միջ։ Երեխա։ Իսկ դու ով ես, փոքրիկ։ Ես Իզաբելլան եմ, պարզ պատասխանեց նա։ Եվ ես կարող եմ ձեր մեքենան աշխատեցնել։ Էդվարդից հնչած ծիծաղն ավելի դաժան էր, քան մինչ այդ նրա ասած բոլոր խոսքերը։ Մի փոքրիկ աղջիկ կլուծի այն, ինչ երկրի լավագույն ինժեներները չկարողացան։ Սա ավելի լավ է, քան ցանկացած կատակերգություն, որ երբեք դիտել եմ։
Բայց Իզաբելլան չվախեցավ։ Նա կանգնած մնաց ծնունդի առաջ, նրա աչքերը սահում էին մեքենայի վրայով մի լրջությամբ, որը զարմացրեց նույնիսկ իր մորը։ Նրա կեցվածքում, նրա հայացքում ինչ-որ բան կար, որը ստիպեց Էդվարդի ծիծաղը աստիճանաբար մարել։ Աղջիկն ուղիղ նայեց նրան, նրա կանաչ աչքերը հանդիպեցին նրանկին առանց վախի։ «Կարող եմ փորձել», ասաց նա, նրա ձայնը կրում էր մի համոզմունք, որը զինաթափեց սենյակում բոլորին։ Լաբորատորիան վերածվել էր բեմի, որտեղ անհեթեթությունն ու իրականությունը հանդիպում էին շփոթեցնող կերպով։ Էդվարդը նայում էր Իզաբելլային, կարծես նա ուրվական լիներ, մի երեխա, որը ոչնչից հայտնվել էր, մարտահրավեր նետելու այն ամենին, ինչին նա հավատում էր։ Աղջիկն անշարժ մնում էր ծնունդի առաջ, նրա կանաչ աչքերն ուսումնասիրում էին մեքենան մի այնպիսի լրջությամբ, որը շրջապատող մեծահասակներին անհարմար էր զգալու ստիպում։ Դոկտոր Կարապետն առաջինը ուշքի եկավ շոկից։ Նրա դողացող ձայնը խախտեց ծանր լռությունը։ «Պարոն Մանուկյան, սա չի կարող լուրջ լինել։ Նա երեխա է։ Մենք չենք կարող անչափահասին վտանգի ենթարկել բարձր լարման սարքավորումների մոտ»։ Էդվարդը ծիծաղեց, բայց նրա քրքիջը ստիպողաբար հնչեց, կարծես ինքն էլ լիովին չէր հավատում իր ստեղծած իրավիճակին։ «Երեխա», կրկնեց նա, վայելելով հեգնանքը։ «Գուցե հենց դա է մեզ պետք։ Դուք, ձեր ողջ ֆորմալ կրթությամբ, խղճուկ ձախողվեցիք։ Ով գիտի, գուցե մի միտք, որը աղտոտված չէ ակադեմիայով, կարողանա տեսնել այն, ինչ դուք չեք տեսնում»։ Մարինեն զգաց, որ ոտքերը դողում են։ Նա վազեց դեպի Իզաբելլան, բռնեց նրա փոքրիկ ձեռքը։ «Աղջիկս, գնացինք։ Սա կատակ չէ։ Այս մեքենաները վտանգավոր են»։ Բայց Իզաբելլան նայեց մորը մի հանգստությամբ, որը չափազանց հին էր թվում նրա 9 տարիների համար։ «Մայրիկ, նա տառապում է», պարզ ասաց նա, մատնացույց անելով ծնունդը։ Նա ներսից վիրավոր է, ինչպես այն ժամանակ, երբ պապիկ Հովհաննեսը հին մեքենաներն էր նորոգում։ Պապի անունը ստիպեց Մարինեին կանգ առնել։ Հովհաննես Գալստյանն իր չափով լեգենդ էր եղել, մի մարդ, որը կարողանում էր շարժիչների խնդիրներն ախտորոշել միայն դրանց ձայնից։ Պատերազմի ժամանակ նա տասնյակ կյանքեր էր փրկել, անհնարին պայմաններում վերանորոգելով վնասված ինքնաթիռներ։ Մարինեն մեծացել էր, լսելով նրա պատմությունները, բայց երբեք չէր պատկերացրել, որ թոռնուհին կարող էր ժառանգած լինել նրա շնորհները։ Էդվարդը հետում էր մոր դստեր փոխգործակցությանը, աճող հիացմունքով։ Իզաբելլայի համոզմունքի մեջ ինչ-որ բան կար, որը հետաքրքրում էր նրան, չնայած նրա կորպորատիվ ռացիոնալությունը գոռում էր, որ դա ծիծաղելի է։ «Շատ լավ», ասաց նա վերջապես, նրա ձայնը ձեռք բերելով ավելի վերահսկվող երանգ։ «Բայց եթե մենք դա անելու ենք, ապա ճիշտ կանենք»։ Նա նորացված հեղինակությամբ շրջվեց դեպի դոկտոր Կարապետը։ «Ուզում եմ, որ ամեն ինչ փաստաթղթավորեք։ Ամեն շարժում, ամեն խոսք։ Եթե սա կրկես է լինելու, թող լինի լավ փաստաթղթավորված կրկես»։ Հենց այդ պահին սենյակում նոր ձայն հնչեց։ «Ներեցեք ընդհատելու համար, բայց կարծում եմ սա կարող է չափազանց արժեքավոր լինել մեր ուսումնասիրությունների համար»։ Բոլորը շրջվեցին, տեսնելու, թե ով էր խոսում։ Լաբորատորիայի մուտքի մոտ կանգնած էր դոկտոր Սոնա Օհանյանը, Գիտության տեխնոլոգիաների նախարարության վերահսկիչ հանձնաժողովի ներկայացուցիչը։ 50 տարեկանում նա տպավորիչ ներկայությամբ կին էր, ալեխառն մազերը հավաքված էլեգանտ կոսի մեջ, աչքեր, որոնք սուր խելք էին ճառագում։ Նա այդ առավոտ եկել էր պլանային ստուգման, բայց այն, ինչ գտավ, գերազանցում էր նրա ամենավայրի սպասումները։ Դոկտոր Սոնան քայլում էր լաբորատորիայով, կարծես դա իր սեփական տունը լիներ, փորձառու աչքերով զննելով յուրաքանչյուր մանրուք։ Որպես կառավարության ներկայացուցիչ, նա ականատես էր եղել բազմաթիվ հեղափոխական նախագծերի, որոշները հաջողված, մյուսները տպավորիչ ձախողումներ։ Բայց երբեք չէր տեսել այնքան անսովոր բան, որքան երեխայի առաջարկը, լուծել մի խնդիր, որը փակուղու մեջ էր դրել երկրի լավագույն գիտնականներին։ «Պարոն Մանուկյան», ասաց նա, մոտենալով խմբին, «ես այստեղ եմ գնահատելուց ծնունդ նախագծի առաջընթացը։ Այն, ինչ ես գտնում եմ, մի իրավիճակ է, ասենք, ոչ սովորական։ Բայց գիտությունը մեզ սովորեցնում է, որ ամենակարևոր հայտնագործությունները հաճախ գալիս են այնտեղից, որտեղից ամենաքիչն ենք սպասում»։ Էդվարդն իրենց ուղղակում զգաց իր իսկ ամբարտավանության կառավարական իշխանության ներկայության միջ։ «Դոկտոր Սոնա, սա ընդամենը հիասթափության մի պահ էր։ Մենք այսօր այցելուների չէինք սպասում։
Լիովին հասկանում եմ, պատասխանեց նա մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Բայց քանի որ ես այստեղ եմ, կցանկանայի մի բան առաջարկել։ Եթե այս երիտասարդ տիկինն իսկապես հավատում է, որ կարող է օգնել, ինչու թույլ չտանք, որ նա փորձի։ Համապատասխան վերահսկողության ներքո, իհարկե։ Իզաբելլան լուռ էր մնացել ամբողջ խոսակցության ընթացքում, բայց նրա աչքերը շարունակում էին սերված մնալ ծնունդի վրա։ Նա ավելի մոտեցավ մեքենային, անտեսելով շուրջը գտնվող մեծահասակների ձայները։ Փոքրիկ ձեռքը մեկնեց դեպի մետաղական կառուցվածքը, կանգ առնելով մակերեսից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Կարող եմ դիպչել, հարցրեց նա, շրջվելով դեպի դոկտոր Կարապետը։ Գլխավոր ինժեները նայեց Էդվարդին, որը ձեռքով անհամբեր ժեստ արեց։ Այո, կարող ես դիպչել։ Այն հիմա անջատված է։ Իզաբելլան ափը դրեց, ծնունդ ի սառը մետաղին։ Նա փակեց աչքերը, այդպես մնաց մի քանի վայրկյան, կարծես լսում էր ինչ-որ բան, որը ոչ ոք չէր կարող լսել։ Լաբորատորիայում բացարձակ լռություն տի։ Լեց, բոլորը հետում էին 9 տարեկան աղջկա, 200 միլիոն դրամանոց մեքենայի հետ խոսելու սյուրռեալիստական տեսարանին։ Երբ նա բացեց աչքերը, նրա հայացքում խորը տխրություն կար։ Նա շատ հոգնած է, ասաց Իզաբելլան, նրա ձայնը լի էր անկեղծ կարեկցանքով։ Եվ վախեցած։ Ամեն անգամ, երբ միանում է, նա ցավ է զգում, որ նա աճում է, մինչ այլս չի կարողանում դիմանալ։ Անահիտը մի քայլ առաջ արեց, նրա գիտական հետաքրքրասիրությունը գերազանցեց թերահավատությանը։ Ինչպես թե ցավ, հարցրեց նա, կրանալով Իզաբելլայի հասակին հավասարվելու համար։ Իզաբելլան լրջորեն նայեց ինժեներին։ Պապիկ Հովհաննեսը միշտ ասում էր, որ մեքենաներն էլ սիրտ ունեն։ Երբ ինչ-որ բան այն չէ, նրանք տխրում են դադարում ճիշտ աշխատել։ Ծնունդը մի փոքրիկ վերք ունի, որը ոչ ոք չի տեսնում, բայց որը շատ է ցավում, երբ նա աշխատում է։ Հետաքրքրաշարժ է, մրմնջաց դոկտոր Սոնան մոտենալով։ Կարող ես մեզ ցույց տալ, թե որտեղ է այդ ցավը։ Իզաբելլան գլխով արեց, սկսեց քայլել մեքենայի շուրջը, նրա փոքրիկ ձեռքերը սահում էին մետաղական մակերեսով, ինչպես բժիշկը, որը զննում է հիվանդին։ Նա կանգ էր առնում որոշակի կետերում, գլուխը թեքելով, կարծես լսում էր անտեսանելի սրտխփոցներ։ Պետք է, որ միացնեք նրան, ասաց նա վերջապես։ Ընդամենը մի քանի վայրկյանով։ Պետք է լսեմ, թե ինչ է նա փորձում ասել։ Դոկտոր Կարապետը տատանվեց։ Չգիտեմ, թե որքանով է անվտանգ երեխային այդքան մոտ պահել աշխատանքի ընթացքում։ Ես այստեղ կլինեմ, վերահսկելու, ընդհատեց դոկտոր Սոնան։ Եվ կարծում եմ, մենք բոլորս էլ հետաքրքրված ենք տեսնելու, թե ինչ տեղի կունենա։ Էդվարդը, որը լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Արա դա, Կարապետ։ Միացրու մեքենան։ Դոկտոր Կարապետը մոտեցավ կառավարման վահանակին, նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ նա պատրաստում էր գործարկման հաջորդականությունը։ Անահիտը դիրքավորվեց անվտանգության մոնիտորների մոտ, պատրաստ անջատելու ամեն ինչ վտանգի առաջին իսկ նշանի դեպքում։ Ծնունդը սկսեց արթնանալ իր ծանոթ մեղմ խրխրոցով։ Կառավարման լույսերը միացան մեկը մյուսի հետից, մոնիտորները ցուցադրեցին այն գրաֆիկները, որոնք բոլորն անգիր գիտեին։ Բայց այս անգամ միջավայրում ինչ-որ բան այլ էր։ Իզաբելլան կանգնած էր մեքենայի կողքին, աչքերը փակ, գլուխը թեքված դեպի մետաղական կառուցվածքը, կարծես մասնակցում էր մտերմիկ խոսակցության։ Առաջին 30 վայրկյանն անցավ նորմալ։ Մեքենան աշխատում էր այն կատարելությամբ, որը բոլորը հիշում էին յուրաքանչյուր փորձարկման առաջին պահերից։ 60 վայրկյան անցավ, օդում դեռ հույս կար։ Միշտ այս պահին էր, որ մարդիկ սկսում էին հավատալ, որ այս անգամ այլ կերպ կլինի։ Բայց Իզաբելլան 70-րդ վայրկյանին բացեց աչքերը, ժեստ արեց, որ անջատեն մեքենան։ Կանգնեցրեք, ասաց նա հրատապ։ Հիմա կարողանում եմ լսել։ Դոկտոր Կարապետն անմիջապես հնազանդվեց, անջատելով ծնունդը, նախքան 90 վայրկյանի խափանումը կդրսևորվեր։ Լաբորատորիան նորից ընկղմվեց լռության մեջ, բոլորը սպասում էին, որ աղջիկը կիսվի իր հայտնագործությամբ։ Իզաբելլան հեռացավ մեքենայից, նայեց շուրջը գտնվող մեծահասակներին։ Մի փոքրիկ աղմուկ կա, շատ փոքր, որը լինում է, երբ նա միանում է։ Կոտրված զանգի պես, որը փորձում է հնչել։ Դուք չեք կարողանում լսել, որովհետև ձեր սարքավորումները շատ աղմուկ են հանում։ Անահիտը խոժոռվեց։ Աղմուկ։ Ինչ տեսակի աղմուկ։
Մի գփինգ, պատասխանեց Իզաբելլան։ Շատ ցածր, բայց որը գնալով բարձրանում է, մինչ այնքան է ցավում, որ նա ստիպված է կանգ առնել։ Դոկտոր Կարապետը մոտեցավ ձայնային մոնիտորներին։ Մենք ստուգել ենք բոլոր ձայնային օրինաչափությունները։ Նորմալ պարամետրերից դուրս ոչինչ չկա։ Դա որովհետև դուք մեծ աղմուկներ եք փնտրում, համբերատար բացատրեց Իզաբելլան։ Սա փոքր է, ինչպես այն ժամանակ, երբ պապիկ Հովհաննեսը լսում էր հիվանդ մեքենաներին։ Նա միշտ ասում էր, որ մեծ խնդիրները սկսվում են փոքր շշուկներից։ Դոկտոր Սոնան աճող հետաքրքրությամբ հետում էր ամեն ինչին։ Սա հետաքրքրաշարժ ախտորոշիչ մոտեցում է։ Բժշկության մեջ հաճախ ամենակարևոր ախտանիշներն ամենանուրբն են։ Էդվարդը, որը թերահավատ էր մնացել, այժմ իսկապես հետաքրքրված էր։ Որտեղ ես լսել այդ փինգը։ Իզաբելլան քայլեց դեպի ծնունդ, ի հիմքը մատնացույց արեց մի որոշակի հատված։ Այստեղ, ներքում։ Կարծես ինչ-որ բան շատ ցածր լաց լինի։ Անահիտը մոտեցավ համակարգիչներին, սկսեց վերանայել վերջին փորձարկումների ձայնային տվյալները։ Աշխատանքի ընթացքում արտադրված բոլոր ձայների մանրամասն գրանցումներ կան։ Եթե այնտեղ ինչ-որ բան կա, պետք է կարողանանք առանձնացնել։ Րոպեներ անցան, մինչ նա ստում վերլուծում էր ձայնային ալիքները, կիրառելով տարբեր հայտնաբերման ալգորիթմներ։ Վերջապես, նրա աչքերը լայն բացվեցին։ Աստված իմ, շշնջաց նա։ Ահա, այն։ Բոլորը հավաքվեցին նրա մոնիտորի շուրջ։ Գրաֆիկի վրա, գրեթե աննկատելի աշխատանքի նորմալ աղմուկների մեջ, կար հաճախականության մի փոքրիկ գագաթ, այնքան փոքր, որ ավտոմատացված համակարգերն այն դասակարգել էին որպես աննշան ֆոնային աղմուկ։ Ճիշտ այնտեղ է, որտեղ նա ասաց, մրմնջաց դոկտոր Կարապետը, նրա ձայնը լի էր անհավատությամբ։ 72-րդ վայրկյանին, հենց մեքենայի հիմքում։ Իզաբելլան մի քանի րոպեում գտել էր առաջին իրական բանալին այն խնդրի մասին, որը շաբաթներ շարունակ տանջում էր ծնունդին։ Եվ նա ընդամենը 9 տարեկան երեխա էր, որը մեքենաների մասին սովորել էր, ավտոտնակում խաղալով իր նախապապի գործիքներով։ Լաբորատորիան նորից լռության մեջ էր, բայց հիմա դա այլ լռություն էր։ Ոչ թե պարտության կամ հիասթափության, այլ հնարավորության։ Նորացված հույսի։ Եվ ամեն ինչի կենտրոնում մի փոքրիկ աղջիկ էր, որը սկսել էր ապացուցել, որ երբեմն ամենակարևոր լուծումները գալիս են ամենաանսպասելի տեղերից։ Փինգի հայտնաբերումը լիովին փոխել էր լաբորատորիայի մթնոլորտը։ Անահիտը տենթագին աշխատում էր իր համակարգիչներով, առանձնացնելով ու ուժեղացնելով այն գրեթե աննկատելի հաճախականությունը, որը վրիպել էր աշխարհի ամենաբարդ համակարգերից։ Դոկտոր Կարապետը տվյալներին նայում էր հիացմունքի խոնարհության խառնուրդով, գիտակցելով, որ իր 3 տասնամյակի փորձը գերազանցվել էր երեխայի լսողական զգայունությամբ։ Էդվարդը լուռ էր մնում, նրա համոզմունքները սասանվել էին։ Նա հետում էր Իզաբելլային, որը նստել էր հատակին, ծնունդի հիմքի մոտ, նրա փոքրիկ ձեռքերը հենված էին սառը մետաղին։ Կարծես մխիթարում էր վիրավոր կենդանու։ Աղջկա կեցվածքում ինչ-որ բան կար, որը խորապես հետաքրքրում էր նրան։ Դա ամբարտավանություն կամ ցուցամոլություն չէր, այլ անկեղծ կարեկցանք մեքենայի նկատմամբ, որին բոլորը տեսնում էին միայն որպես սարքավորում։ Դոկտոր Սոնան մանրամասն նշումներ էր անում իր պլանշետում, փաստաթղթավորելով այդ արտասովոր հայտնագործության յուրաքանչյուր պահը։ Որպես փորձառու գիտնական, նա հասկանում էր, որ ականատես էր լինում մի բանի, որը կփոխեր ոչ միայն ծնունդ նախագծի ճակատագիրը, այլ, հնարավոր է, ախտորոշիչ ինժեներիայի ողջ մոտեցումը։ Իզաբելլա, ասաց Անահիտը, հեռանալով մոնիտորներից, մենք կարողացանք առանձնացնել այն ձայնը, որը դու լսեցիր։ Դա իսկապես փինգ է, հաճախականության տատանում, որը տեղի է ունենում ճիշտ այնտեղ, որտեղ դու նշեցիր։ Բայց մենք դեռ չգիտենք, թե ինչն է դա առաջացնում։ Իզաբելլան բացեց աչքերը, նայեց ինժեներին։ Ես կարող եմ ցույց տալ, թե որտեղ է խնդիրը, բայց ինձ պետք է մի գործիք, որը պապիկս Հովհաննեսն էր օգտագործում։ Ինչ տեսակի գործիք, հարցրեց դոկտոր Կարապետը։ Մոտենալով։ Ստետոսկոպ, պատասխանեց Իզաբելլան։ Բայց ոչ բժշկական։ Պապիկս հատուկ մեկն ուներ, մետաղից, որը նա հենում էր մեքենաներին, դրանց սիրտը լսելու համար։ Դոկտոր Կարապետը խոժոռվեց։ Դու մեխանիկական ստետոսկոպի մասին ես խոսում։ Դա 50 տարվա վաղեմության տեխնոլոգիա է։ Եվ որոշ բաների համար ավելի լավ է աշխատում, քան այս բոլոր համակարգիչները, համոզված հակադարձեց Իզաբելլան։
Պապիկս միշտ ասում էր, որ երբեմն պարզ գործիքները տեսնում են այն, ինչ բարդերը չեն կարողանում։ Մենք պահեստում որոշ հին սարքավորումներ ունենք, առաջարկեց Անահիտը։ Գործիքներ, որոնք պահում ենք պատմական ցուցադրությունների համար։ Բերեք ամեն ինչ, հրամայեց Էդվարդը, նրա ձայնը դրսևորում էր մի հրատապություն, որը զարմացրեց բոլորին։ Եթե կա հնարավորություն, որքան էլ փոքր լինի, մենք այն կուսումնասիրենք։ Մինչ Անահիտը գնում էր պահեստ, Իզաբելլան շարունակում էր իր ծնունդի ուսումնասիրությունը։ Նա չափված քայլերով քայլում էր մեքենայի շուրջը, երբեմն կանգ առնելով դիպչելու կառուցվածքի տարբեր կետերին։ Նրա կանաչ աչքերն ուսումնասիրում էին յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր միացում, յուրաքանչյուր բաղադրիչ, կարծես կարդում էր մետաղով սխեմաներով գրված մի պատմություն։ Մարինեն հետում էր իր դստերը հպարտության անհանգստության խառնուրդով։ Նա այդ շարժումների մեջ ճանաչում էր նույն շարժումները, որոնք հայրն էր անում տասնամյակներ առաջ, երբ ախտորոշում էր ամենաբարդ շարժիչների խնդիրները միայն իր ձեռքերով ականջներով։ Հովհաննես Գալստյանը մահացել էր, երբ Իզաբելլան ընդամենը 3 տարեկան էր, բայց ինչ-որ կերպ նրա գիտելիքները կարծես փոխանցվել էին սերունդների միջով։ Անահիտը վերադարձավ հին գործիքների մի տուփով։ Գտնվեց չժանգոտվող պողպատից մեխանիկական ստետոսկոպ, արտադրված 70-ականներին։ Համոզված ես, որ գիտես սա ինչպես օգտագործել։ Իզաբելլան հարգանքով վերցրեց գործիքը, նրա փոքրիկ ձեռքերը զարմանալի ծանոթությամբ փաթաթվեցին մետաղե ձողին։ Պապիկիսինի նման է, ասաց նա ծայրը հենեց ծնունդի հիմքին։ Լաբորատորիայում բացարձակ լռություն տիրեց, մինչ Իզաբելլան դանդաղ շարժում էր ստետոսկոպը մեքենայի կառուցվածքով։ Լա աչքերը փակ էին, նրա կենտրոնացումը լիակատար։ Կարծես մասնակցում էր ծնունդի հետ շուկով խոսակցության, մի մտերմիկ հաղորդակցության, որը գերազանցում էր մարդկային լեզուն։ Գտա, ասաց նա վերջապես, բացելով աչքերը։ Խնդիրը հենց այստեղ է։ Նա մատնացույց արեց մեքենայի հիմքի մի որոշակի կետ, որտեղ չժանգոտվող պողպատից պտուտակը ամրացնում էր հովացման միավորը հիմնական շասսիին։ Ներկաների համար այդ վայրում ոչ մի առանձնահատուկ բան չկար։ Այն նույնական էր կառուցվածքի շուրջ գտնվող տասնյակ այլ ամրացման կետերին։ Ի՞նչն է տարբեր այս պտուտակի մեջ, հարցրեց դոկտոր Կարապետը, զննելով նշված վայրը։ Պտուտակը չէ, բացատրեց Իզաբելլան։ Նրա տակինն է։ Մետաղի մեջ շատ փոքր ճակ կա, չսպիացած վերքի պես։ Երբ մեքենան աշխատում է, այդ ճաքը թրթռում է առաջացնում փինգը։ Դոկտոր Կարապետը թերահավատորեն նայեց Անահիտին։ Անհնար է։ Մենք ստուգել ենք ամբողջ կառուցվածքը ռենտգենյան ճառագայթներով ուլտրաձայնով։ Ճաքեր չկան։ Բայց դուք մեծ ճաքեր եք փնտրել, համբերատար ասաց Իզաբելլան։ Սա շատ փոքր է, մազի թելի պես։ Եվ այն տակն է, որտեղ ճառագայթները լավ չեն կարողանում տեսնել։ Դոկտոր Սոնան մոտեցավ, նրա գիտական հետաքրքրասիրությունը լիովին արթնացած։ Ինչպես կարող ես համոզված լինել, որ ճակ կա, եթե այն անտեսանելի է մեր սարքավորումների համար։ Իզաբելլան նորից հենեց ստետոսկոպը նշված կետին։ Լսեք, ասաց նա։ Ես կարող եմ ձայնը հայտնվել ստիպել, առանց ամբողջ մեքենան միացնելու։ Նա վերցրեց մի փոքրիկ ռետինե մուրճ, որն Անահիտն օգտագործում էր ռեզոնանսի թեստերի համար, թեթ հարվածներ տվեց պտուտակին։ Հնչած ձայնը գրեթե աննկատելի էր, բայց այնտեղ ինչ-որ բան այլ էր։ Մի փոքր մետաղական արձագանք, որը չպետք է լիներ պինդ մետաղում։ Աստված իմ, շնջաց Անահիտը։ Ձայնի մեջ իսկապես ինչ-որ բան այլ է։ Դա միկրոճակ է, անտեսանելի անզեն աչքով, բայց որը ազդում է կառուցվածքային ամբողջականության վրա։ Ստուգենք ինֆրակարմիր ջերմագրությամբ, որոշեց դոկտոր Կարապետը։ Եթե ճակ կա, այդ կետում պետք է լինի ջերմության դիֆերենցիալ ցրում։ Թիմը բերեց բարձր լուծաչափի ջերմային տեսախցիկ ուղեց այն Իզաբելլայի նշած վայրի վրա։ Սկզբում, ինչ տեսանելի չէր։ Բայց երբ մի քանի վայրկյանով միացրին ծնունդը, էկրանին հայտնվեց մի փոքրիկ կարմիր թել, ցույց տալով ջերմության գիծ, որը ճառագում էր ճիշտ այն կետից, որտեղ Իզաբելլան հայտնաբերել էր խնդիրը։ Անհավատալի է, մրմնջաց դոկտոր Կարապետը, դիտելով ջերմային պատկերները։ Միկրոսկոպիկ ճակ անհնար է տեսողականորեն հայտնաբերել, բայց որը ստեղծում է կասկադային ռեզոնանս, երբ համակարգն աշխատում է ճնշման տակ։ Էդվարդը մոտեցավ պատկերներին, դրանք լրջորեն ուսումնասիրելով։ Այսինքն, սա է։
Մազի թելի չափ ճաքը փլուզման է հասցնում 200 միլիոն դրամանոց մեքենան։ Ինչպես պապիկս էր միշտ ասում, պատասխանեց Իզաբելլան, մեծ խնդիրները միշտ փոքր են սկսվում։ Այս ճաքն առաջացել է, երբ դուք առաջին անգամ շատ ուժեղ եք սեղմել պտուտակը։ Մետաղը չի դիմացել ճաքելը, բայց այնքան քիչ, որ ոչ ոք չի տեսել։ Անահիտը վերանայում էր հավաքման գրանցումները իր համակարգչում։ Իրոք, նախնական տեղադրման ժամանակ այս միացման վրա կիրառված պտտման ուժի հետ խնդիր է եղել։ Տեխնիկը զեկուցել է սեղմման բնութագրի հետ կապված դժվարությունների մասին, բայց հետագա թեստերը անոմալիաներ չեն ցույց տվել։ Որովհետև թեստերը չեն կարող զգալ այն, ինչ զգում է մեքենան, բացատրեց Իզաբելլան։ Նա վախենում է ամեն անգամ, երբ միանում է, որովհետև գիտի, որ ցավելու է, երբ հասնի 90 վայրկյանին։ Դրա համար էլ ինքն իրեն կանգ է առնում։ Իզաբելլայի բացատրությունը, թե արտահայտված մանկական տերմիններով, կատարյալ տեխնիկական իմաստ ուներ։ Միկրոճաքը ստեղծում էր անկայունության կետ, որն ուժեղանում էր մեքենայի նորմալ թրթռումով։ 90 վայրկյան աշխատանքից հետո ռեզոնանսը հասնում էր կրիտիկական հաճախականության, որն ակտիվացնում էր անվտանգության համակարգերը։ Բայց եթե գիտենք, թե որտեղ է խնդիրը, կարող ենք այն վերանորոգել, ասաց դոկտոր Կարապետը, հույսն աճում էր նրա ձայնի մեջ։ Իզաբելլան գլուխը թափահարեց։ Ոչինչ փոխել պետք չէ։ Պապիկս ինձ սովորեցրել է, որ երբեմն ավելի լավ է ցավի դեմ դեղ տալ, քան վիրահատություն անել։ Ինչպես թե, հարցրեց Էդվարդը մոտենալով։ Ճաքը տառապում է, որովհետև պտուտակը շատ կոշտ է։ Եթե նրա տակ փափուկ մետաղից բարձի կդնեք, ճաքը կդադարի ցավել, փինգը կանհետանա։ Դու ավելի ճկուն նյութից միջադիրի մասին ես խոսում, հարցրեց Անահիտը։ Իզաբելլան գլխով արեց։ Պապիկս պղինձ էր օգտագործում, երբ պտուտակները վնասում էին շարժիչը։ Պղինձը փափուկ է նուրբ։ Ներծծում է ճնշումը, առանց վնասելու։ Դոկտոր Կարապետը Անահիտը իրար նայեցին։ Իզաբելլայի առաջարկած լուծումը հակասում էր նորաթեքնի բոլոր ինժեներական արձանագրություններին։ Բարձր տեխնոլոգիական բաղադրիչները պարզ ավանդական լուծումներով փոխարինելը գրեթե պարզունակ էր թվում։ Բայց Էդվարդը հասել էր մի կետի, որտեղ պատրաստ էր փորձել ամեն ինչ։ Արեք դա, հրամայեց նա։ Տեղադրեք պղնձե միջադիրը, որը նա առաջարկում է։ Թիմն արագ աշխատեց, պատրաստելով պղնձե փոքրիկ միջադիր, անհրաժեշտ ճշգրիտ բնութագրերով։ Իզաբելլան վերահսկում էր ողջ գործընթացը, առաջարկներ անելով հաստության դիրքավորման վերաբերյալ, որոնք թե գալիս էին երեխայից, ցուցադրում էին մեխանիկայի ինտուիտիվ ըմբռնում, որը տպավորում էր ինժեներներին։ Երբ միջադիրը տեղադրվեց, ծնունդը պատրաստվեց նոր փորձարկում։ Լաբորատորիան լարված էր սպասումից։ Բոլորը գիտեին, որ այդ պահը կորոշեր ոչ միայն նախագծի ճակատագիրը, այլ այն ամենի հավաստիությունը, ինչին նրանք հավատում էին գիտության տեխնոլոգիայի մասին։ Իզաբելլան կանգնած էր մեքենայի կողքին, մի փոքրիկ ձեռքը հենած նրա մակերեսին։ Հիմա պատրաստ է, մեղմ ասաց նա։ Այլս չի վախենում։ Դոկտոր Կարապետը սկսեց ակտիվացման հաջորդականությունը ձեռքերով, որոնք դողում էին անհանգստությունից հույսից։ Ծնունդն արթնացավ իր ծանոթ խրխրոցով, բայց այս անգամ ձայնի մեջ ինչ-որ բան այլ էր։ Այն ավելի մեղմ էր, ավելի ներդաշնակ։ 30 վայրկյան անցավ առանց միջադեպերի։ 60 վայրկյան։ Կրիտիկական 90 վայրկյանը մոտենում էր, բոլորը շունչները պահեցին։ 91 վայրկյան։ 92։ 95։ Հաշվիչը շարունակում էր բարձրանալ։ 2 րոպե։ 3 րոպե։ 5 րոպե։ 10 րոպե։ Ծնունդն աշխատում էր կատարյալ, կարծես երբեք խնդիրներ չէր ունեցել։ Փինգը լիովին անհետացել էր։ Գրաֆիկները ցույց էին տալիս լիակատար կայունություն բոլոր համակարգերում։ Երբ մեքենան հասավ 15 րոպե անընդմեջ կատարյալ աշխատանքի, լաբորատորիան պայթեց ծափահարություններից։ Դոկտոր Կարապետի աչքերում արցունքներ կային։ Անահիտը ուրախությունից բղավում էր։ Նույնիսկ Էդվարդը շաբաթներ շարունակ առաջին անգամ անկեղծորեն ժպտում էր։ Այդ ողջ տոնակատարության կենտրոնում Իզաբելլան պարզապես ժպտում էր, նրա ձեռքը դեռ հենված էր ծնունդին։ Մեքենան հիմա երջանիկ էր։ Եվ նա նույնպես։ Ծնունդի հաջողությանը հաջորդած օրերը խորը փոփոխությունների օրեր էին լաբորատորիայում բոլորի համար։
Մեքենան շարունակում էր կատարյալ աշխատել, կայուն անընդհատ մաքուր էներգիա արտադրելով։ Կառավարություն հասնող զեկույցները զսպված էյֆորիայի մասին էին։ Հայաստանը պատրաստվում էր դառնալ համաշխարհային առաջատար հեղափոխական տեխնոլոգիայի ոլորտում, այս ամենը 9 տարեկան աղջկա զգայունության շնորհիվ։ Էդվարդը բախվում էր իր չափահաս կյանքի թերս առաջին իրական խղճի խայթին։ Նստած իր համայնապատկերային գրասենյակում, դիտելով ապակե պատուհաններից անվերջ ձգվող երանը, նա մտածում էր, թե ինչպես էր հասել ամբարտավանության դաժանության այդ կետ։ Ին լաբորատորիայում իր խոսքերի հիշողությունը հետապնդում էր նրան։ Նա նվաստացրել էր նվիրված մարդկանց, օգտագործել էր Մարինեի ազնիվ աշխատանքը որպես ձախողման խորհրդանիշ, գրեթե կորցրել էր իր կարիերայի ամենամեծ մարտահրավերը լուծելու հնարավորությունը, զուտ նախապաշարմունքի պատճառով։ Խոստումը, որը նա տվել էր հեգնանքով, այժմ նրան դիմակայում էր իր ողջ բառացիությամբ։ 100 միլիոն դրամ։ Այն ժամանակ դա չափազանց անհեթեթ թիվ էր թվում լուրջ ընդունվելու համար։ Այժմ դա պատվի պարտք էր, որը նա գիտեր, որ պետք է կատարի, անկախ ֆինանսական հետանքներից։ Մարինե Գալստյանն այդ օրվանից աշխատանքի չէր վերադարձել։ Էդվարդը պնդել էր, որ նա վճարովի արձակուրդ վերցնի, մինչ ինքը կկազմակերպեր պարքավճարի մանրամասները։ Աբովյանցի հասարակ կինը դեռ չէր կարողանում լիովին յուրացնել տեղի ունեցածը։ Նրա դուստրը փոխել էր ոչ միայն իրենց կյանքը, այլ, հնարավոր է, մի ամբողջ երկրի էներգետիկ ճակատագիրը։ Իր համեստ տանը Մարինեն հետում էր Իզաբելլային, որը բակում խաղում էր, կարծես ոչ մի արտասովոր բան տեղի չէր ունեցել։ Աղջիկը վերադարձել էր իր սովորական առօրյային, օգնելով մորը տնային փոքր գործերում, խաղալով նախապապի հին գործիքներով ավտոտնակում։ Նրա համար ծնունդ-ի խնդիրը լուծելը պարզապես մեքենայի ասելիքը լսելու հարց էր եղել։ Հաջորդ չորեքշաբթի Էդվարդը խնդրեց, որ Մարինեն Իզաբելլան գան նորաթեք պաշտոնական հանդիպման։ Մարինեն հագավ իր լավագույն զգեստը, մուգ կապույտ համադրություն, որը պահում էր հատուկ առիթների համար, խնամքով սանրեց Իզաբելլայի մազերը։ Երկուսով հասան կորպորատիվ համալիր նույն պարզությամբ, բայց այժմ նրանց դիմավորում էին ակնածանքով, հարգանքով։ Էդվարդի գրասենյակը վերակազմակերպվել էր այդ առիթով։ Բացի նրանից, ներկա էին նախարարությունից դոկտոր Սոնան, դոկտոր Կարապետը, Անահիտը բարձր բարդության պայմանագրերում մասնագիտացած մի իրավաբան։ Միջավայրի պաշտոնականությունը հակադրվում էր այն բնականությանը, որով Իզաբելլան ուսումնասիրում էր սենյակի դեկորատիվ առարկաները։ Էդվարդը սկսեց խոսել, նրա ձայնը լի էր մի խոնարհությամբ, որը ոչ ոք նախկինում չէր տեսել։ Մարինե, Իզաբելլա, ուզում եմ սկսել ներողություն խնդրելով։ Իմ պահվածքն այդ օրը աններելի էր։ Ես թույլ տվեցի, որ հիասթափությունն ու վախը ինձ վերածեն մեկի, ում չեմ ճանաչում։ Մարինեն լուռ գլխով արեց։ Նա ներել էր Էդվարդին այն պահին, երբ տեսել էր, թե ինչպես է Իզաբելլան լուծում խնդիրը։ Հասկանում էր, որ հզոր մարդիկ հաճախ վատ են արձագանքում, երբ նրանց համոզմունքները սասանվում են։ Բայց ես այսօր այստեղ եմ, իմ խոսքը կատարելու համար, շարունակեց Էդվարդը։ 100 միլիոն դրամ այն գումարն էր, որը ես խոստացա, դա այն գումարն է, որը կփոխանցվի ձեզ։ Հաջորդած լռությունը խախտվեց Իզաբելլայի փոքրիկ ձայնով։ Դա շատ փող է, ասաց նա, հետաքրքրությամբ նայելով Էդվարդին։ Ինչու եք ուզում այդքան շատ տալ։ Էդվարդը շաբաթներ շարունակ առաջին անգամ անկեղծ ժպտաց։ Որովհետև դու արեցիր մի բան, որը ես անհնար էի համարում։ Եվ որովհետև խոստումը խոստում է, անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է տրվել։ Իրավաբանը բացատրեց փոխանցման տեխնիկական մանրամասները։ Գումարը կավանդադրվեր հավատարմագրային հիմնադրամում, երաշխավորելով, որ Իզաբելլան լիարժեք մուտք կունենա, երբ հասնի չափահասո ության, մինչդեռ Մարինեն կստանար զգալի ամսական եկամուտ, ընտանեկան անհապաղ կարիքների համար։ Բայց Էդվարդը պատրաստել էր ավելին, քան պարզապես իր սկզբնական խոստման կատարումը։ Նախորդ շաբաթվա իր անքուն գիշերների ընթացքում նա ուսումնասիրել էր Գալստյանների ընտանիքը։ Այն, ինչ հայտնաբերել էր, խորապես հուզել էր նրան։ Մարինե, ասաց նա, նրա ձայնը ձեռք բերելով ավելի անձնական երանգ, կցանկանայի ավելին իմանալ ձեր հոր, Հովհաննես Գալստյանի մասին։ Մարինեն ժպտաց, միշտ պատրաստ կիսվելու այն մարդու հիշողություններով, ում այդքան հիանում էր։ Հայրս ամբողջ կյանքում մեխանիկ է եղել։ Պատերազմի ժամանակ ծառայել է Կարմիր բանակում, որպես ավիացիոն շարժիչների մասնագետ։ Շատ կյանքեր է փրկել, անհնարին պայմաններում վերանորոգելով վնասված ինքնաթիռներ։
Էդվարդը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան խորապես շարժվում իր կրծքում։ Կկարողանաք ասել, թե արդյոք նա հատուկ ծառայություններ մատուցել է։ Ասենք, հայ օդաչուների, որոնք թռչում էին վտանգավոր առաքելությունների։ Մարինեն խոժոռվեց, փորձելով հիշել մանկության լսած պատմությունները։ Նա միշտ խոսում էր մի հատուկ դեպքի մասին։ Մի ինքնաթիռ, որը նորոգել էր թռիչքի ընթացքում, վտանգելով սեփական կյանքը օդաչուին փրկելու համար։ Ասում էր, որ երբեք չիմացավ, թե ինչ եղավ այդ երիտասարդի հետ։ Էդվարդը մի պահ փակեց աչքերը, մշակելով մի զուգադիպություն, որն անհնար էր թվում։ Այդ ինքնաթիռի օդաչուն իմ պապն էր, Անտոն Մանուկյանը։ Նա ինձ այդ պատմությունը հարյուրավոր անգամներ պատմել է մահանալուց առաջ։ Խոսում էր մի հերոս մեխանիկի մասին, որը փրկել էր իր կյանքը, բայց երբեք չկարողացավ գտնել նրան, շնորհակալություն հայտնելու համար։ Սենյակը պատած լռությունը լի էր հուզմունքով։ Մարինեն ձեռքերը տարավ դեմքին, արցունքները հոսում էին նրա այտերով։ Իզաբելլան նայում էր մեծահասակներին, փորձելով հասկանալ այդ պահի մեծությունը։ Պապս տասնամյակներ շարունակ փնտրել է Հովհաննես Գալստյանին, շարունակեց Էդվարդը, նրա սեփական ձայնը խեղդվում էր հուզմունքից։ Ուզում էր անձամբ շնորհակալություն հայտնել նրան, բարգատրել խիզախության համար։ Մահացավ, առանց նրան գտնելու։ Այսպիսով Իզաբելլան ժառանգել է ավելին, քան նախապապի մեխանիկական շնորհը, մրմնջաց դոկտոր Սոնան։ Նա ժառանգել է ընտանիքների միջ երախտագիտության շրջանը փակելու հնարավորությունը։ Էդվարդը վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, փորձելով զսպել իր հուզմունքը։ Տարիներ շարունակ ես կառուցել եմ այս ընկերությունը, մտածելով միայն շահույթի հաջողության մասին։ Մոռացել եմ այն արժեքները, որոնք պապս փորձում էր ինձ սովորեցնել։ Խոնարհության, երախտագիտության արժանինքները ճանաչելու արժեքները, որտեղ էլ որ դրանք լինեն։ Նա նորացված վճռականությամբ շրջվեց դեպի Մարինեն Իզաբելլան։ Բացի խոստացված պարգավճարից, ուզում եմ առաջարկել ցմահ բժշկական օգնություն ձեր ողջ ընտանիքի համար, ձեր բոլոր պարտքերի մարում աշխատանքի առաջարկ։ Մարինեն զարմացած նայեց նրան։ Ինչ տեսակի աշխատանք։ Ես ուզում եմ նոր բաժին ստեղծել, նորաթեք ում, բացատրեց Էդվարդը։ Հովհաննես Գալստյանի անվան ինտուիտիվ ախտորոշման բաժին։ Դուք կլինե։ Կտնօրենը պատասխանատու մեր ինժեներներին սովորեցնելու մեքենաներին լսել զգայունությամբ, ոչ միայն գործիքներով։ Իսկ Իզաբելլան կլինի մեր հատուկ խորհրդատուն, ավելացրեց Անահիտը, որը լուռ էր մնացել մինչ այդ։ Կարող է մեզ սովորեցնել տեսնել խնդիրներ, որոնք տեխնոլոգիան միայնակ չի կարող հայտնաբերել։ Իզաբելլան նայեց մորը, հետո Էդվարդին։ Կարող եմ շարունակել խաղալ պապիկ Հովհաննեսի գործիքներով։ Իհարկե, պատասխանեց Էդվարդը, ծնկի իջնելով աղջկա հասակին հավասարվելու համար։ Իրականում, մենք հատուկ արհեստանոց կկառուցենք միայն քեզ համար, բոլոր այն գործիքներով, որոնք քեզ պետք կգան։ Հաջորդող ամիսները փոխեցին ոչ միայն նորաթեքը, այլ ընկերության ողջ մոտեցումը տեխնոլոգիայի մարդկանց նկատմամբ։ Հովհաննես Գալստյանի բաժինը դարձավ հեղափոխական, մշակելով ախտորոշման մեթոդներ, որոնք համատեղում էին մարդկային ինտուիցիան տեխնիկական ճշգրտության հետ։ Փորձառու ինժեներները խոնարհաբար սովորում էին Մարինեից Իզաբելլայից, հայտնաբերելով, որ տասնամյակների ֆորմալ կրթությունը չի փոխարինում մեքենաների հաղորդագրությունը իսկապես լսելու ունակությանը։ Էդվարդը խորապես փոխվեց որպես առաջնորդ։ Նրա գործադիր հանդիպումներն այժմ ներառում էին տեխնիկական որոշումների մարդկային ազդեցության մասին խորհրդածության պահեր։ Նա ներդրեց ճանաչման ծրագրեր, որոնք գնահատում էին ոչ միայն ակադեմիական կոչումները, այլ գործնական իմաստությունը, կյանքի փորձը։ Ծնունդը շարունակում էր կատարյալ աշխատել, մաքուր էներգիա մատակարարելով Երանի հազարավոր տներին։ Բայց նրա իրական ժառանգությունն այն էր, ինչ նա սովորեցրել էր խոնարհության, լսելու անսպասելի աղբյուրներից եկող լուծումների համար միտքը բաց պահելու կարողության մասին։ Դոկտոր Կարապետը, որը սկզբում նվաստացած էր զգացել Իզաբելլայի կողմից գերազանցվելուց, դարձավ նոր մոտեցման ամենամեծ ջատագովներից մեկը։ Նա սկսեց իր համալսարանական դասախոսություններում ներառել զգայուն ախտորոշման մոդուլներ, սովորեցնելով երիտասարդ ինժեներներին, որ աշխարհի ամենաառաջադեմ տեխնոլոգիան չի փոխարինում նուրբ օրինաչափությունները նկատելու մարդկային ունակությանը։ Անահիտը հատուկ բարեկամություն զարգացրեց Իզաբելլայի հետ, հաճախ նրան տանելով այլ լաբորատորիաներ, որտեղ բարդ խնդիրները սպասում էին ստեղծագործական լուծումների։
Աղջիկը միշտ գալիս էր իր մետաղե ստետոսկոպով հեռանում, փորձառու ինժեներներին թողնելով հիացած անտեսանելի խնդիրները հայտնաբերելու իր ունակությամբ։ Մի առոտ շաբաթ օր, ծնունդի խնդրի լուծումից 6 ամիս անց, Էդվարդը Իզաբելլային գտավ լաբորատորիայում մեքենայի կողքին նստած։ Դա նրա սիրելի վայրն էր խաղալու համար, երբ մոր հետ այցելում էր ընկերություն։ Ինչի՞ մասին ես մտածում, հարցրեց նա, նստելով հատակին նրա կողքին։ Իզաբելլան ժպտաց, նրա փոքրիկ ձեռքը հենված էր ծնունդի մետաղական կառուցվածքին։ Նա հիմա երջանիկ է, մեղմ ասաց նա։ Անում է այն, ինչի համար ծնվել է։ Էդվարդը նայեց մեքենային, որը գրեթե ոչնչացրել էր իր ընկերությունն ու հեղինակությունը։ Այժմ այն աշխատում էր կատարյալ մեխանիկական սրտի պես, մաքուր էներգիա մղելով դեպի քաղաք։ Բայց դրանից ավելի կարևոր այն եղել էր այն ուսուցիչը, որը նրան սովորեցրել էր մոռացված արժեքների մասին։ Իսկ դուք, հարցրեց Իզաբելլան, նայելով նր. ան իր սուր կանաչ աչքերով։ Երջանիկ եք, անելով այն, ինչի համար ծնվել եք։ Էդվարդը խորհեց հարցի շուրջ։ Մտածեց այն մարդու մասին, որն ինքը 6 ամիս առաջ էր, տարված շահույթով իշխանությամբ, անկարող ճանաչելու արժեքը այնտեղ, որտեղ չէր սպասում գտնել այն։ Մտածեց այն մարդու մասին, որը դարձել էր ավելի խոնարհ, ավելի կարեկից, ավելի կապված այն մարդկանց հետ, որոնք ստիպում էին իր ընկերությանն աշխատել։ Այո, պատասխանեց նա վերջապես։ Կարծում եմ, սովորում եմ անել այն, ինչի համար ծնվել եմ։ Նրանք նստած մնացին հարմարավետ լռության մեջ, լսելով ծնունդի մեղմ խրխրոցը։ Դրսում երանը շարունակում էր իր տենթագին կյանքը, բայց այստեղ ներսում մի խաղաղություն կար, որը գալիս էր այն գիտակցումից, որ երբեմն ամենամեծ վերանորոգումները տեղի են ունենում ոչ թե մետաղում կամ սխեմաներում, այլ մարդկանց սրտերում։ Մարինեն հայտնվեց լաբորատորիայի դռան մոտ, ժպտալով իր դստերն ու այն մարդուն տեսնելիս, որը դարձել էր ոչ միայն նրա ղեկավարը, այլ ընտանիքի իսկական բարեկամը։ Պատրաստ ես տուն գնալու, Իզա, հարցրեց նա։ Իզաբե։ Լլան վեր կացավ, սիրով շոյեց ծնունդը, կարծես այն ընտանի կենդանի լիներ, ձեռքով արեց Էդվարդին։ Մինչ երկուշաբթի, պարոն Էդվարդ։ Մինչ երկուշաբթի, Իզաբելլա։ Էդվարդը մի քանի րոպե էլ մենակ մնաց մեքենայի հետ։ Ձեռքը հենեց նույն մակերեսին, որտեղ Իզաբելլան առաջին անգամ հայտնաբերել էր խնդիրը, փորձելով զգալ այն, ինչ նա էր զգում։ Նա ձայներ կամ շշուկներ չէր լսում, բայց այնտեղ ինչ-որ բան կար, կատարված նպատակի զգացում, վերականգնված ներդաշնակություն։ Իրական վերանորոգումը, վերջապես հասկացավ նա, ոչ թե մետաղի փոքրիկ ճաքի մեջ էր եղել։ Այն շատ ավելի մեծ ճաքի մեջ էր, որը գոյություն ուներ իր իսկ բնավորության մեջ։ Եվ ինչպես ծնունդն այժմ աշխատում էր ավելի լավ, քան երբևէ, նա նույնպես հայտնաբերում էր, որ մարդիկ, երբ վերանորոգվում են խոնարհությամբ սիրով, կարող են դառնալ իրենց ավելի լավ տարբերակները։ Սիրելի ունկնդիրներ, Էդվարդի Մարինե Իզաբելլայի ճանապարհորդությունը մեզ սովորեցնում է, որ իսկական իմաստությունը գալիս է ոչ միայն գրքերից կամ տեխնոլոգիայից, այլ սրտով լսելու ունակությունից։ Եթե այս պատմությունը հուզեց ձեզ, ինչպես հուզեց ինձ այն պատմելիս, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում, կիսվեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Ամեն օր մենք բերում ենք պատումներ, որոնք բացահայտում են մարդկային հոգու գեղեցկությունը, պատմություններ, որոնք մեզ հիշեցնում են, որ ամենաարտասովոր հրաշքները հաճախ ծնվում են ամենապարզ ժեստերից։ Մինչ մեր հաջորդ հանդիպումը, շարունակեք հավատալ այն կախարդանքին, որը գոյություն ունի, երբ մենք բացում ենք մեր սրտերը լսելու այն, ինչ աշխարհը փորձում է մեզ ասել։